Տիկին Ավանեսյան անդրադառնանք դեպի ունեցած այսպես ասած պրայմերիզին ԿՊ-ի ներքին ընտրությանը ձեզ զարմացրեց ձեր հավաքածայինները վարկանիշով առաջատարներից եք, ընդ որում ԿՊ կանանցից ամենաառաջինն եք, նաև ներքին շրջանակներում ասում է ինչպես է դա ստացվել, տեղափոխության ակտիվ մասնակցություն չի ունեցել, բայց դրանք ովքեր 2018-ից այդ իրադարձությունների մեջ են եղել, ավելի քիչ ձայն ստացել, ինչով եք պայմանավորվում։ Նախ ես ասեմ, որ 2018 թվականին ես շատ ակտիվ մասնակցություն ունեցել եմ, սկսած 2007 թվականից է իմ քաղաքական եւ քաղաքացիական գործունեությունը եղել եւ երկրորդը իհարկե ցանկացած ընտրության արդյունք եւ նման մրցակցային ընտրության արդյունքները միշտ էլ ոչ թե զարմացնում են, այո, ուրախացրեցին եւ ես շնորհակալ եմ մեր բոլոր պատվիրակներին, ովքեր որ վստահության քվե են տվել ինձ եւ գնահատել են իմ վերջին տարիների, 7 տարիների քաղաքական գործունեությունը։ Հաշվի առնելով դա հնարավոր է որ գործադրից օրենսդիր տեղափոխվի։ Ես կարծում եմ դրա մասին դեռ շատ շուտ է խոսելը։ Տիկին Ավանեսյան ներողություն 3 տեղի ունեցած միջադեպից հետո այս պահին նոր տեղեկատվություն կա վիրավորների Նոր տեղեկատվություն ըստ էության գիտեք, որ բավական ծանր են մեր պացիենտների վիճակը, իրականացվել են անհրաժեշտ վիրահատական միջամտությունները, հիմա լրացուցիչ այլ բան չեմ կարող ասել, գտնվում են բժշկական խիստ հսկողության ներքո։